Ողջույն սիրելիներս, մենք միասնաբար շարունակում ենք մեկնաբանել մեր ժողովրդական ասացվածքները եւ առածները, որպեսզի կարևոր դաս քաղենք դարերով կերտված մեր ժողովրդական իմաստության եւ խտացված ճշմարտության պատգամներից, որոնք պատասխան են տալիս մեր կյանքի կարևորագույն հարցերին։ Եվ հաճախ, երբ որ մենք նայում ենք մեր կյանքին, մեր միջավայրին, տեսնում ենք, որ այնքան էլ լավը չէ, այնքան էլ չի համապատասխանում մեր սպասելիքներին։ Մենք չենք ապրում այն աշխարհում, որը մեզ երջանկացնում է, որը մենք կուզենայինք փոխանցել մեր սերունդներին։ Եվ որն է ժամանակակից աշխարհի գլխավոր խնդիրներից մեկը։ Ինչու է մեր շուրջը այսքան քիչ բարությունը, սերը, ջերմությունը եւ այսքան շատ մրցակցությունը, ատելությունը եւ չարությունը։ Սովորաբար, երբ ինքներս մեզ տալիս ենք այս հարցը, գրեթե անմիջապես հայացքներս ուղղում ենք դեպի մեր դիմացինը, դեպի աշխարհը, դեպի ուրիշները։ Մեզ թվում է, թե աշխարհը դարձել է ավելի վատ, որովհետեւ մարդիկ դարձել են ավելի դաժան, մարդիկ դարձել են անտարբեր եւ ավելի եսակենտրոն։ Եվ անշուշտ դրա մեջ կա ճշմարտություն։ Բայց կա նաև մի այլ կողմ, որի մասին մենք շատ հազվադեպ ենք նայում, մտածում եւ մտորում։ Մենք հաճախ հոգնում ենք բարություն անելուց։ Ոչ թե այն պատճառով, որ դադարում ենք հասկանալ դրա արժեքը կամ սկսում ենք արդարացնել աշխարհի չարիքը, այլ ուղղակի, որովհետև հաճախ չենք տեսնում արդյունքը։ Օգնեցիր, շնորհակալություն չստացար։ Սատարեցիր ու մնացիր աննկատ։ Ներեցիր ու չհանդիպեցիր որոշակի փոխադարձության։ Մեքենա վարելի զիջեցիր, բայց քեզ չզիջեցին ի փոխադարձ։ Եվ այդպես շարունակ։ Եվ այժմ մեր սրտում ծնվում է մի ծանր զգացում։ Ինչու շարունակել երբե դա չունի ոչ մի գնահատում։ Ինչու սիրել, եթե սերը չի վերադառնում, փոխադարձ չէ։ Եվ այսպես մարդը ներքուստ սկսում է սառչել, պաղել, դառնում է ավելի զգուշավոր, հետո ավելի զուսպ, հետո սառում է ամեն տեսակի բարիքի հանդեպ։ Եվ եթե նա նախկինում ինչ-որ արարքներ ճիշտ էր համարում եւ արժեքավոր, ապա փոխադարձություն չգտնելով պարբերաբար նա դառնում է դրա հանդեպ անտարբեր։ Եվ այստեղ Սուրբ Գիրքը մեր առաջ բացում է մի շատ կարևոր հայացք եւ պատգամ։ Ժողովող գրքում հանդիպում ենք հետեւյալ արտահայտությունը. Հացդ ջրին տուր, թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն։ Ջրերի վրա բաց թողնած հացը մարդկային տեսանկյունից թվում է կորսված։ Ջուրը տանում է այն։ Եվ մենք կարծես թե կորցնում ենք։ Մարդուն թվում է տվեցիր եւ զրկվեցիր, արեցիր եւ ամեն ինչ անհետացավ։ Այս իմաստով, այս պատգամի ժողովող գրքում գտնված մեկնաբանությունը մենք տեսնում ենք մեր ժողովրդական բանահյուսության մեջ մի առածով, որը կարծում եմ գրեթե բոլորդ լսած կլինեք։ Լավություն արա եւ գցիր ջուրը։ Ձուկը չի տեսնի, Աստված կտեսնի։ Հենց այս պատկերն է իր խորը արձագանքով մեր ժողովրդի սրտում մշտապես ուժ տվել կերտելու բարիքը եւ դարձնելու մեր կյանքը, մեր հասարակությունը շատ ավելի լավ, շատ ավելի դրական։ Գործել ոչ թե մարդկանց համար, ոչ թե մարդկանց աչքի առջև, այլ Աստծո առջև, ակնկալելով ոչ թե փոխադարձություն դիմացինից, այլ անելու բարիք, որովհետև դա Աստծո առջև գործված արժեք է։ Այս առածը ասում է գործիր բարիք եւ բաց թող։ Մի պահիր այն քո հիշողության մեջ որպես քո ունեցվածք։ Մի ապրիր այն սպասումով, որ քեզ անպայման կնկատեն, կգնահատեն, կգովեն եւ նույն կերպ քեզ կպատասխանեն։ Նույնիսկ եթե երկրի վրա ոչ ոք չտեսնի, Աստված գիտի քո արածը։
Իսկ դա նշանակում է, որ բարությունը երբեք չի կորչում։ Նոր Կտակարանում այս միտքը բացվում է ել ավելի մեծ խորությամբ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս լեռան քարոզի մեջ ունի հետևյալ արտահայտությունը. Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առջև, նրանց ցույց տալու համար, այլապես վարձք չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Եվ շարունակում է ասելով. երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջ ձեռքը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես։ Եվ մեր Տերը պատգամում է, որ բարությունը պիտի կատարվի այնպիսի ներքին համոզմամբ եւ մաքրությամբ, որ նույնիսկ մեր ներսում չարտնանա այն գաղտնի զգացումը, որը սկսում է հաշվարկել, վերագրել սեփական անձին, սпасել եւ տեսնել ամեն ինչ մեր սեփական շահի մեջ։ Ոչ միայն մարդիկ չպիտի տեսնեն մեր բարին, այլ մենք ինքներս չպետք է հիանանք մեզնով բարի արարքի պահին, որովհետև բարի գործը կարող է արտաքուստ ճիշտ լինել, բայց ներքուստ արդեն իսկ վնասված լինել եւ արժեզրկված լինել մեր իսկ հպարտությամբ եւ եսասիրությամբ։ Կարող ենք բարի գործել եւ մեր բարի գործը ինքներս փչացնել։ Կարող ենք ծառայել, բայց հոգու խորքում սпасել երախտագիտության, ճանաչման կամ մարդկանց գովասանքի։ Եվ հենց այստեղ բացվում է հոգևոր կյանքի ամենակարևոր ճշմարտություններից մեկը։ Մենք շատ հաճախ մարդկանցից սպասում ենք այն, ինչ կարող է տալ միայն Աստված։ Փնտրում ենք հավաստիացում մեր դիրքի, մեր անձի, փնտրում ենք արձագանք, որպեսզի զգանք, որ մենք կարևոր ենք։ Երբ մեզ չեն նկատում, չեն գովաբանում, շնորհակալություն հայտնում, չեն պատասխանում փոխադարձությամբ, մեզ թվում է, թե զուր է ոչ թե արարքը, այլ զուր ենք մենք ինքներս։ Այդ պատճառով էլ մարդը սկսում է բարություն անել այնպես, որ իրեն տեսնեն, նկատված, ճանաչված, սիրված լինելու մեծ ցանկությունից, ծարավից, բայց հենց այստեղ է անցնում կարևորագույն սահմանը։ Այստեղ է երևում մեր հավատքի բովանդակությունը, արդյոք մենք հավատում ենք, որ Աստված կա եւ տեսնում է այն, ինչ որ մենք անում ենք, թե մեզ անպայման հարկավոր է նաեւ մարդկային հայացքը եւ գնահատանքը։ Հավատքը միայն այն չէ, ինչ մենք դավանում ենք մեր շուրթերով կամ այն, ինչի մասին ենք խոսում ենք։ Հավատքը այն է, թե ինչպես ենք մենք պահում այնտեղ, որտեղ ոչ ոք մեզ չի տեսնում եւ չի նկատում, այսինքն քրիստոնեությունը ոչ թե արտաքին աշխարհին ցույց տալու մասին է, այլ մեր ապրած կյանքն է Աստծո առջև նախ եւ առաջ։ Երբ դու բարություն ես անում ու բաց ես թողնում այն, գցում ես ջուրը, ինչպես ասում է առածը, առանց հիշողության մեջ պահելու կամ առանց վարձակալության ակնկալիքի, դու դիմում ես անտեսանելի Աստծուն, որտեվ քո արարքը անտեսանելի աշխարհի համար։ Եվ այդ ժամանակ Աստված դադարում է լինել միայն դավանաբանության առարկա կամ ինչ որ աստվածաբանական զրույցի կամ նույնիսկ քո սեփական ցանկություններին հոգևոր ինչ որ նպատակով հասնելու միջոց։ Նա ով գիտի ամեն ինչ տեսնում է քո սրտի բովանդակությունը եւ դրա համաձայն քեզ հատուցում է ել ավելիով, ինչպես ասում է Սուրբ Գիրքը։ Ուստի ծածուկ բարությունը չի անհետանում ջրի մեջ, այն մտնում է մի այլ հարթության մեջ, այնտեղ որտեղ ոչինչ չի կորչում, որտեղ ամեն ինչ պահպանված է ավելի ստույգ, քան մարդկային որևէ հիշողություն։ Մարդկանց հիշողությունը կարճ է, մարդկանց երախտագիտությունը փոփոխական, աշխարհը փոփոխական է։ Այսօր տեսնում են, վաղը մոռանում։ Այսօր ընդունում են, վաղը անտարբեր անցնում են կողքով։ Այսօր կարող է ծափահարեն, վաղը ամբողջությամբ մոռացության մատնեն։ Բայց Աստծո մոտ չկա մոռացված բարություն։ Եվ այս առումով ծածուկ կատարված ամեն մի բարի գործ առանց բարերի, առանց
մեր ավելորդ խոսակցությունների արդեն իսկ աղոթք է, հանդիպում Աստծո հետ առանց միջնորդների, հաղորդակցություն նրա հետ, ում ոչ ոք չի տեսնում, բայց դու տեսնում ես եւ իր առաջ ես գործում։ Կան արարքներ, որոնք հետք չեն թողնում մարդկանց մեջ, բայց հետք են թողնում հավերժության մեջ։ Կա բարություն, որը հայտնի չի դառնում մարդկանց, բայց հայտնի է Աստծո առջև եւ վերադառնում է, փոխակերպում է աշխարհը։ Մեր աշխարհը ապրում է հաշվարկներով։ Մարդիկ հեշտությամբ հաշվարկում են իրենց գործերը, իրենց օգուտը, շահը, ժամանակը, ուժերը, արդյունքները եւ այդ ամբողջ հաշվարկների վայրեվերումների մեջ մարդը կարծես թե կորում է։ Կարծես թե կանխատեսված է իր կյանքը, բայց այդուհանդերձ այդ հաշվարկները չեն արդարացնում իրենց։ Բայց հոգևոր կյանքը չի ենթարկվում նման հաշվարկներին։ Հնարավոր չէ ստույգ հաշվել, թե երբ կվերադառնա քո գործած բարի գործը, քո աղոթքը կամ քո ողորմությունը։ Հնարավոր չէ ողորմությունը չափել մարդկային երախտագիտությամբ։ Հնարավոր չէ առաքելությունը կառուցել որպես գործարք Աստծո հետ։ Ես քեզ կտամ այսքանը, դու ինձ վերադարձրու այն, ինչ որ ես ցանկանում եմ։ Դա քրիստոնեություն չէ։ Եվ Աստվածաշունչը եւ մեր նախնիները, մեր ժողովրդական իմաստությունը հստակ պատգամ է տալիս, որ մեր բարեգործը չպիտի կախված լինի մարդկանց ծափահարություններից եւ մեր սերը չպիտի լինի ակնկալիքով սեր։ Շատ պարզ ու շատ ստույգ է սրա մասին ասում Հովհաննես առաքյալը։ Իր ընդհանրական նամակի մեջ ասում է, որ սիրենք ոչ թե խոսքով կամ լեզվով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Ոչ թե գործով ու երախտագիտության սպասումով, ոչ թե ակնկալիքով, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Իսկ ճշմարտությունը այն է, որ Աստված ինքն իրեն տալիս է մեզ որպես պարգև եւ նվեր։ Ինքն իրեն բաշխում է մարդկանց ամեն անգամ Սուրբ Պատարագի հաղորդության մեջ եւ այդ գերագույն բարիքը տալիս է ձրի։ Եվ միայն երկար տարիներ հետո որոշակի պտուղներ գալիս են հոգևոր առումով։ Մենք եւս, եթե ուզում ենք փոխակերպել այս աշխարհը, եթե ուզում ենք, որպեսզի այն հասարակությունը, որտեղ մենք ապրում ենք, որը մենք ուզում ենք փոխանցել մեր սերունդներին, դառնա ավելի լավը եւ քչանան չարիք ատելությունը ամեն տեսակի մեղքի հետևանքները, մենք պիտի սերմանենք բարիք։ Ջրի մեջ, գետի մեջ այդ բարիքը գցենք, ինչպես ասում է Արածը, եւ ակնկալենք, որ դա հանձնում ենք Աստծո ձեռքերի մեջ եւ Աստված տնտեսն է մեր աշխարհի եւ տիեզերքի եւ պիտի վերադարձնի այնպես, ինչպես նա է կամենում, այլ ոչ թե այնպես, ինչպես մենք պիտի իրեն թելադրենք։ Ոստի սիրելիներս, այս կարևոր պատգամը պիտի վերցնենք մեր կյանքի մեջ եւ դարձնենք ամենօրյա անելիք։ Գործենք բարություն առանց սպասումի եւ առանց ակնկալիքների։ Ոչ թե որովհետեւ դա պիտի մեր կյանքը դարձնի ավելի լավը, մեր սեփական շահը դարձնի, որովհետեւ մենք պատվիրան ունենք Աստծուց լինելու լույս եւ աղ այս աշխարհի համար եւ փոխակերպելու այս աշխարհը մեր բարությամբ։ Աշխարհը ավելի մութ է դառնում, ավելի վատն է դառնում ոչ միայն այն պատճառով, որ ինչ որ մեկը չարիք է գործում, այլ որովհետև չափազանց շատ մարդիկ դադարում են բարիք գործել։ Իսկ Պողոս առաքյալը հստակ ասում է. չձանձրանանք, չհոգնենք բարիք գործելուց։ Եվ երբ որ մենք շարունակաբար գործում ենք բարիք, երբ որ մենք չենք դադարում լույսը տարածել, վերջեվերջո այս լույսը հաղթում է խավարին։ Ճանաչենք մեր լեզուն բացահայտելու համար մեր ինքնությունը։